2011 թվականի նոյեմբերի 10-ին անհավատալի հնչեց Լոռի հեռուստաընկերության թեժ գծի նահազանգած բնակչի պատմությունը։ Երևանյան Խճուղու 129 շենքի 34 տան բնակչուհի 79-ամյա Անիչկա Շուշանյանը մահափորձ էր կատարել որդու Աշոտ Մատինյանի վրա։ Տեսանյութ պատրաստեցինք։ Հրապարակեցինք այն հանգամանքները, որ կարող էին տարեց կնոջը դրդել նման սահմռկեցուցիչ արարքի։ Աշոտ Մատինյանն այս 6 տարիների ընթացքում մնացել էր մեր ուշադրության կենտրոնում։ Ի վերջո նրա այն համոզմունքը, որ մահափորձը իրեն հայրական տնից վռնդելու նպատակ է հետապնդել, կարծես թե հաստատվեց։ Եվ նրա պնդմամբ խիստ կասկածելի դատավարության արդյունքում նշված բնակարանի սեփականատեր դարձավ Աշոտի կրտսեր եղբոր կինը։ 2016-ի նոյեմբերին 60-ամյա Աշոտ Մատինյանը կրկին դիմել էր Լոռի հեռուստաընկերություն և տեղեկացրել, որ իրեն վռնդել են հայրական տնից և ինքն ապրում է գերեզմանների տարածքում։ Խնդրեց միջնորդել ինչ-որ կերպ կացության հարցը լուծելու։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի միջնորդությամբ Աշոտ Մատինյանին հատկացվեց Դիմաց թաղամասի հանրակացարանի 406-րդ սենյակը։ Եվ ահա նա կրկին այցելել էր մեր հեռուստաընկերություն և հերթական անգամ հանդիպեցինք հերթական սարսափելի իրողությանը։ Հեռացվել է Աշոտ Մատինյանի աջ ոտքը։ Հիմնականում ապրել եմ գերեզմաններում ու դրա համար շնորհակալ եմ դատարանից։ Մեր տունը դատարանը սեփական աշտորել է, նույնիսկ ծիծաղելի է, տորնիկի վրա։ Ինձ հաջողվեց ստեղ սենյակ, եթե կարելի է սա սենյակ համարել իհարկե։ Ով տրամադրեց այդ սենյակը տվեց ձեզ։ Քաղաքապետարանն է, իհարկե ձեր միջնորդությամբ։ Այսից ստեղ եմ, ոտքս կոտրվեց, վայր ընկա, որից հետո էներգիան անջատեցին, ցուրտը տարավ, ու ցրտահարված ոտքով ներկայացա հիվանդանոց 22 օրվա պայքարից հետո անհնար եղավ փրկելու ոտքս։ Ազատամարտիկ եմ եղել, պատերազմի մասնակից, Եգրապայի անդամ, Կամոնց հետ Ագարակ Եղվարդ, հետո Ղուրմածիկ Միջինյանց հետ Չաբաջար, Հադրուտ, ոտքիս էպիկրիզը պետք է վեր ունեմ, որ կարողանամ կարգս փոխեմ։ Կարողանում եմ ինչ-որ ձևով գոյատև էլ, ես կնոջն եմ խնդրել, որ երեք ինձ համար ծխախոտ ապել է, մի հատ բուխանկա ապել է։ Դե այստեղ հնարավոր չի, այստեղ ընդհանուր զուգարան է, այստեղ հնարավոր չի զուգարան գնալը, տեսնում եք, սա մեզ ա լրիվ, շշերն եմ լսել հավաքի, թափելնել չի հնարավոր։ Զուգարան նստելը բացառվում է, գույն սկզբնականը մոքներին ես կարողանայի տուն ստեղծել, թեկուզ վարձով ասենք մի սենյականոց, թեկուզ ինչ ուզում ալի, որ ասենք ունիտազով է, մենք իմ կարգը հանելուց հետո, թոշակս ավելացնելուց հետո, նպաստս կդասավորեի ու էլի կգոյատևեի էլի։ Մեռածներ շատ հարազատն են, բայց սատկած կենթանի սատկածներ ցավոք կան։ Ինչ բարեկամներ ունես։ Մորս կողմը եղբայրներս ամուսնալուծած եմ 97 թվականից։ Ցավոք երկու աղջիկ մի հատ տղա, քաղաքից դուրս են, ոչ մի կապ 97 թվականից այս կողմը, ոչ մի կապ։ Միգուցե մեղքը իմ է, Աստված գիտի, որպեսի մարդը կեղծի, ստի, սուտ խոսա, պետք է հանրապետական դառնա։ Ես չեմ կարա դա ցավոք իմ մեջ չի մտնեմ, ցավոք չի մտնեմ, կեսն ու սուտը հմի հանրապետության նախագահն ա տարածել է, ու ոնց ցանկանում անցել կատարում, մի ամբողջ բանի հանրապետական բանակ ա ստեղծի, մի ամբողջ բանակ, որ տժուկի նման կպած է ժողովրդի ջանից ծծմեն արունը։ Հենակները մեկը իմ հետ պարկած, մեր բացին է, իմ հետ պարկած մեկը կար, իր համար էին բերել, չկարողացավ օգտագործել, որ դե տակը կոտրած էր, բժշկին խնդրեցի, տարավ այդ կոտրածը բաներ կողել վերև, բանից է, այն մեկներ բանա, ավակ քույրից են վերցրել, մանկական է, կարճ թելիս տակ չի հասնում։ Ավաստայակը մեկը կար խոստացավ ու կար մի խաչից։ Ուտենցը թողա։ Նման պայմաններ եմ արդեն 20 օր համարյա ես, եկել եմ հիվանդանոցից։
ու պետք է ասեք 20 օրա ես այս վիճակով ապրեմ։ Ով պետք է օգնի, ում պետք է դիմես։ Կամ ես կարողանեմ դիմես։ Սնունդը համար որպես շոված քսակ կեմել մենակ թե դուրս պրծնան, ստեղից ես դժողք ես դուրս պրծնան։ Շներարական ցանկացած աշխատանք կատարել եմ, ստեղից անունդ է։ Բայց ես ինձ վանաձորսի չեմ համարям, որտեղ հերես պոզգեցի։ Ձախ ու աշկը զավշե չի տեն, Այդ ինչ դեպքից ա եղել պատենց։ Սա Քյարբաջար է բաղ։ Այն ժամանակ մենք Զարքյան դեպի չանք, Քյարբաջարի վրա, ձյան արտացոլում է, խպեց աշկերներից, ես աշկից համարեք այս օրմածիկ Սիմոնյանի մոտ, համարյա 3 ամիս բուժվեցի, Այն ժամանակ Սիմոնյանը չթողած ասավ, մի գենա այդ տղա, մենա ասավ, ես կեզ թոշակավոր եմ, ինչ պետք անեմ, չլսեցի։ Աստված քեզ ցավոտ տանեմ, լավ է։ Առողջ։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռու հեռուստաընկերություն։